Քանի որ մենք մոտենում ենք 2026 թվականին, ես այսօր ձեզ համար միած շատ արագ թեթև աղցան կպատրաստեմ, որը շատ հարուստ է վիտամիններով։ Իմպրովիզ եմ արել, սիրելիներս, ես շատ եմ սիրում իմպրովիզել, նույնիսկ մասաժների ժամանակ ես միշտ իմպրովիզներ եմ անում, որովհետև ես սիրում եմ անել մի բան, որը որ սրտից է գալիս, ներսից է գալիս։ Ունեմ նախապես խաշած կարմիր լոբի։ Լոբին երեկոյան թրջում եմ, հետո եմ եփում, որպեսզի ինքը ավելի թարմ լինի, ավելի հատիկները լավ բացվեն։ Կտրատելու եմ բազուկ։ Մի քիչ նմանա մեր վինեգրետին, բայց վինեգրետ չի։ Կարող եք կտրատել ուրեմն երկար, կարող եք կտրատել կուբիկավոր, ոնց ձեզ հարմար է։ Շատ համով աղցան է, շատ թեթև եւ շատ օգտակար։ Կտրատելու եմ սև սալորի չիր, առանց շաքարավազի, բարակ կուբիկներով։ Կտրատեցինք բազուկը, սև սալորի չիրը, կտրատելու եմ մաղադանոսը։ Գիտեք, որ այս աղցանը պատրաստեք, չէ, անունը կդնեք էնդ այդ։ Շատ լավ նախ, շատ համով է։ Ուրեմն կտրատում ենք, ավելացնելու եմ մի քիչ այս անուշ թթու կաղամբը շատ համով է, երբ որ կաղամբով եք անում, վարունգի փոխարեն, ինքը լվանում եք թթու կաղամբը անպայման, քանի որ մենք աղել չենք անելու, սիրելիներս։ Կփորձեք լավ, ես ինչ որ պատրաստում եմ, ուզում եմ, որ դուք սովորեք կերակուր պատրաստելու գաղտնիքները։ Մի փոքրիկ լիմոն եմ անելու վրան, շատ քիչ, քանի որ թթույով է ինքը, շատ քիչ լիմոն եմ անելու։ Դե նազիկը առանց ռեհան չի կարող, չէ, գիտեք։ Ռեհան եմ անելու չորացրած։ Եվ փոքր քանակությամբ մանրացրած ցիտրոն։ Ուրեմն այս աղցանի ժամանակ ես օգտագործում եմ կարմիր սոխ, քանի որ կարմիր ուտեստների մեջ է մտնում։ Շատ բարակ քերիչով, շատ նուրբ թելիկներ ենք անում։ Գիտեք ինչն է կարևոր, որ դուք սեր ու ջերմություն դնեք ձեր բոլոր աղցանների եւ ուտեստների մեջ։ Անելու ենք շատ փոքրիկ սխտոր։ Ուղղակի այնպես համտեսի համար, հա, շատ քիչ սխտորը եւ ավելացնում ենք սև բիբար, կարմիր բիբար,